դասում էր սկսվել այս խնդիրը, այսինքն ոչ բոլոր մեքենաներից ոնց որ Վրաստանում արվում, լարցի անցակետում արտահանվող օրինակի համար ամսվա կտրվածքով 30 մեքենաներից շատ հնարավոր է այնտեղ ընտրում են 3 մեքենայից վերցնում էին նմուշարու, որը որ օրերի քանակով տևում է 15-ից 30 օր։ Դա այդքան տևում է, բայց դա համատարած է, ընտրում էին, որոշում էին ոչ բոլոր մեքենաներն էր պահում, իսկ այս դեպքում Վրաստանը պահում է բոլոր մեքենաները, այսինքն մինչ օրս այս 1 ամիսը արդեն ես չունեմ մեքենա, որ անցել է վրացական կողմը դեպի Ռուսաստան։ Չունեմ, բոլոր մեքենաները պահվել են գեյզին, բոլոր։ Բայց ենթադրություններ ունենք ինչի համար են պահում, ինչ որ պատժամիջոցներ են, գուցե հայտարարված։ Չունենք ոչ մի բան, այդ պատճառով հավաքվել ենք այստեղ, փորձում ենք ստանալ այդ բոլոր հարցերի պատասխանները ու ակնկալում ենք իրականում ստանալ, որպեսզի այս հարցին լուծում տրվի։ Ուզում եք դեսպանի հետ հանդիպել, հա։ Ոչ միայն հանդիպել, եթե հանդիպումը կլինի արդյունավետ, այո հանդիպել, եթե չլինի արդյունավետ, կարծում եմ արդեն պետք է մեր կառավարությունն էլ փորձի իր լծակներով ինչ-որ բան անի, այսպես չի կարող շարունակել։ Այս ընթացքում լսել եք կառավարության ներկայացուցիչներին, պարզաբանումները գոհացնող են, ինչ են ասել ձեզ։ Այս պահին ոչ մի գոհացնող պատասխան դեռ չենք լսել, ոչ մի։ Մաքսային կցորդի գրասենյակ կապվել եք, փորձել եք այնտեղից պարզաբանում ստանալ։ Ես անձամբ չեմ կապվել, չէ։ Չեմ կարող ոչինչ ասել այդ գծով։ Դուք միտում տեսնում եք քաղաքական է ըստ ձեզ, որոշումները ըստ ձեզ քաղաքական են վրացական կողմից։ Չեմ կարող ասեմ, նման պարզաբանումներ իրավասու չեմ տալու, որովհետև ես ինքս տեղեկացված չեմ, ինչքանով դա կարա քաղաքական լինի, ինչքանով դա կարա ուղղակի չգիտեմ, երկու պետությունների մեջ պայմանավորվածություն լինի, դրա համար չեմ կարող ոչ մի բան ասել։ Խոսքը շշալցված կոնյակի մասին Ոչ միայն։ Կոնյակի սպիրտի մասին է։ Ոչ, կոնյակի մասին է եւ շշալցված եւ նալիվով, այսինքն մենք այնտեղ ունենք ոչ միայն շշալցված կոնյակներ, այլ այնտեղ ունենք նաեւ ցիստերնաներով, երկու ցիստերնաներով դեպի Բելարուսիա ուղևորվող մեքենաներ։ Ունեմ գինիով մեքենաներ, եթե նույնիսկ այստեղ հարցը կոնյակին է վերաբերում, այս պարագայում գինու արտահանումը պետք է չկանգնեցնել, բայց այս պահին ես անձամբ ունեմ այդտեղ կանգնած գինով մեքենա։ Խոսքը միայն Արարատի կոնյակի գործարանի մասին է, թե բոլոր Հայաստանի տնտեսվարողների մասին։ Ես հանդիսանում եմ Պրոշյանի կոնյակի գործարանի այո այլ տնտեսվարողներին էլ է վերաբերում, թե դա սա միայն ձեզ։ Որքանով որ տեղեկացված ենք, այս հարցը շատ ավելի լայն է, քան պատկերացնում ենք, որովհետև այնտեղ կանգնած են ոչ միայն մեր գործարանի կոնյակները, այնտեղ կան կանգնած Շահնազարյանից, Եղվարդից, տարբեր գործարաններից կան մեքենաներ, բայց նաև կան խոսակցություններ, որ կան գործարաններ ու մեքենաները գնում եւ ուղղակի կանաչ լույսով անցնում են։ Դա մեզ նույնպես ուզում ենք հասկանանք ինչով է պայմանավորված, եթե կա անցնելու տարբերակ, ինչու մենք դրա մասին տեղեկացված չենք։ Եթե կան գործարաններ, որոնք որ անցնում են ու խնդիրը մեր գործարանի կամ մի քանի գործարանների հետ է, այդ դեպքում թող կազմակերպեն հանդիպում, թող գրավոր ներկայացնեն իրենց պահանջները, պարզաբանում պահանջը, մենք էլ մեր կողմից փորձենք ինչ-որ բան ասել։ Կան խոսակցություններ, ես հստակ չգիտեմ, ուղղակի տարբեր լոգիստների հետ խոսալով, վարորդների հետ խոսալով փորձել եմ ինչ-որ ինֆորմացիա քաղել, ասում են, որ նորից արտահանվող մեքենաները անցնում են, ասում են, որ մապից արտահանվող մեքենաներ կան անցնում են, չնայած մեկ այլ տեղեկությունով էլ ասում են, որ մապից է կանգնած մեքենա, այսինքն չգիտեմ, ինձ թվում է, այս հարցը ավելի լայնածավալ է, քան մենք պատկերացնում ենք։ Նայեք, դուք մի քանի դիտարկումներ արեցիք, խնդիրը երբ է սրվել, խնդրեմ այս մասին ասեք, եւ այս ընթացքում ինչ կորուստներ եք կրել անձամբ ձեր գործարանը։ Կորուստներ կրելու մասով չեմ կարող որևէ հայտարարություն անել, քանի որ ես ինքս այդ ինֆորմացիան չեմ տիրապետում։ Ես կարող եմ մեքենաների քանակով ընդհանրապես բարձրաձայնել, որ արտահանվող մեքենաների քանակը օրական 3-ից 7 մեքենայի փոխարեն ես շաբաթական 1-2 մեքենա եմ ուղարկում։ Դա ինքը իրանով արդեն խոսում է մեծ կորուստների մասին ու խնդիրը հայտ է եկել ապրիլի 18-ին առաջին մեքենան իմ մտել է գեյզի անցակետ, այսինքն այնտեղ Բագրատաշինը անցնելուց ուղղորդել են մեքենային դեպի գեյզի անցակետ, որտեղից որ մոտեցել են, վերցրել են կոնյակի նմուշներ ու ասել են, որ այսուհետ անցկացվելու անալիզ, լաբորատոր զննություն, սպասեք պատասխանի։ Սովորաբար սենց դեպքերին ինչ-որ նախապայման են նախորդում, այսինքն ինչ-որ բան պետք է տեղի ունենար և
Վրաստանի իշխանությունները խստացնեն իրենց դիրքում։ Համաձայն եմ, բայց ոչ Ո՞ր ինչ որ բան տեղի ունեցավ, գուցե ձեզ հետ չէ, ընդհանուր հայկական կոնյակներ։ Մենք այս խնդրի մասին տեղեկացանք միայն այն դեպքում, երբ մեր մեքենան հասավ գեյզի անցակետ։ Մենք նույնիսկ երբ որ մեքենան վարորդը զանգեց, ասաց, որ ուղարկում են գեյզի, մենք նույնիսկ այդ ժամանակ տեղեկացված չենք եղել ինչ է դրան հաջորդելու, ինչով է պայմանավորված այդ ամենը։ Մտածում ենք, որ դա ընդհանրապես սնունդ է իրականացվելու, որի համար բնականաբար մենք համաձայն ենք, եթե իրենք հանդիսանում են տարածի կետիր, այսինքն եթե ցանկանում են զննել, խնդիր չկա, թող մեքենան բացել եւ զննությունը անցկացնել, բայց մեքենան պահել եւ արդեն լաբորատոր զննում անցկացնել հանդիսանալով տարանցիկ երկիր, դա կարծում եմ, որ իրականությունը չպետք է որ համապատասխանի։ Ամսի 19-ից, այսինքն 18-ին, ապրիլի 18-ին առաջին մեքենան մտել է գեյզի ու դրան հաջորդող բոլոր մեքենաները արդեն մտել են գեյզի։ Իսկ այստեղ հանդիպում պահանջում եք։ Այո, ոչ միայն պահանջում ենք, հարցին լուծում ենք պահանջում։